եթե հիշում ենք, անընդհատ ասում էին, չէ՞, բան եկեղեցին քաղաքականությամբ է զբաղվում, բլա բլա բլա, այս իրանց թեզերներ։ Հիմա իրանք փաստորեն այդ Արամին մտցնում են քաղաքականության մեջ ու ամենավատ քաղաքականության մեջ, որովհետև ինքը փաստորեն նաև քրեական հանցագործություն է կատարում, խոչընդոտելով 206-րդ հոդվածն է, խոչընդոտելով կրոնական կազմակերպության օրինական գործունեությանը։ Եվ եթե մենք հասկանում ենք, որ սա միայն եկեղեցու հարցը չի, սա մարդու իրավունքների հարց է, սա ազգային հարց է նաև, ինչու՞ չէ նաև ազգային փոքրամասնությունների հարց է, որովհետև եկեղեցին այսօր այն քիչ ինստիտուտներից է, որը դիմադրում է այդ մեր իրավունքների ոտնահարմանը, դրանից ելնելով պետք է հասկանանք, որ այս ամբողջ այս գործընթացը, որը սկսված է Գարեգին Բեի եւ եկեղեցու դեմ, վերաբերում է ցանկացած Հայաստանի քաղաքացու, անկախ նրանից նա առաքելականի հետևորդ է, աթեիստ է, այլ կրոնական կազմակերպության հետևորդ է լինի, կյանքի խոսք, Եհովայի վկաներ, բահայիներ, ով ուզում է լինի, Հայաստանի քաղաքացիներ կամ ազգային փոքրամասնություններ, բոլորիս է վերաբերում, քանի որ այս գործընթացը, որը իրականացնում են Նիկոլ Փաշինյան մտցնելով եկեղեցու մեջ, այս դեպքում անունը Արամ են դրել, սա բերելու է նրան, ինչպես որ օրինակ Արցախը հանձնեցին, այնպես հանձնեն եկեղեցին։